Հայաստանում առաջիկա ընտրական գործընթացը մյուսներից կտարբերվի միայն այն դեպքում, երբ ակտիվ մասնակցություն ունենա ինքը ընտրողը, հետևաբար ՀԱԿ-ը ուղերձ է հղում ժողովրդին։ Հարկավոր է, որ յուրաքանչյուրը տեր կանգնի իր ձայնին, հակառակ դեպքում ընտրությունները դարձյալ կկեղծվեն, իսկ երկրի ընդհանուր իրավիճակն էլ նույնը կմնա, համոզված է ՀԱԿ ներկայացուցիչ թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ՀՀԿ մամլոխոսնակը վստահեցնում է, որ այս անգամ Հայաստանում կանցկացվեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ, բացառվելու են բոլոր տեսակի խախտումներն ու կեղծիքները, վստահեցնում է Էդուարդ Շարմազանովը։ Մեզ պետք չի ամեն գնով հաղթանակ։ Ավելի լավ է մենք 1-2% ավելի պակաս հավաքենք, բայց մեր հասարակությունը գիտակցի, որ մենք ունենք որակյալ ժողովրդավարական ընտրություն։ Եթե մենք քվեաթերթիկը թողում ենք ընտրակեղծարարի տրամադրության տակ, ինչ ենք մեղադրում իրեն, որ կեղծիք է անում, այդ նույնն է, թե մեր ձեռը մոտեցնենք կոկորդիլոսին եւ հետո բողոքենք, որ կոկորդիլոսը մեր ձեռը կտրեց։ Նախնական ընտրացուցակներում առկա մեծ չափերի անճշտություններն արդեն իսկ խոսում են այն մասին, որ մեր երկրում աշտար ընտրություններ չեն լինելու, նշում է Նիկոլ Փաշինյանը։ Էդուարդ Շարմազանովը հակադարձում է, ընտրացուցակները խախտումներ իրականացնելու ամենաանարդյունավետ տարբերակը կարող է լինել։ Ես տգետ կլինեմ, եթե գնամ խախտումների, սա մեկ։ Երկրորդը, ես ավելի տգետ կլինեմ, եթե ես գնամ խախտումների եւ ձեզ ցույց տամ, ասեմ, սա տեսեք, ես գնում եմ խախտումների։ Եթե արդար ընտրություններ լինեն, բառիս արդար իմաստով արդար ընտրություններ, ես կարծում եմ հանրապետական կուսակցությունը 5%-ի արգելանքը չի հաղթահարի։ Արդար ընտրությունների անցկացման այս շրջանում իրականացվող բարեգործությունների ու մյուս հարցերի շուրջ զրուցելու նպատակով կոնգրեսի որոշ գործիչներ բանավեճի են հրավիրում մեծամասնականով առաջադրված ՀՀԿ-ական պատգամավորության որոշ թեկնածուների։ Անձամբ Նիկոլ Փաշինյանը բանավեճի հրավիրել է իր մրցակցին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանին ու թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Ռուբեն Հայրապետյանին։ Եթե խուսափում է բանավեճից, նշանակում է ասելիք չունի, ասելիք չունի քաղաքականության մեջ, ասելիք չունի խորհրդարանում։ ՀՀԿ ներկայացուցիչն ինչ որտեղ ՀԱԿ գործիչների քննադատություններն ու մեղադրանքներն արդարացի է համարում եւ բերում հետեւյալ օրինակը։ Բոլոր թույլերը պայքարում են ուժեղների դեմ, բնության մեջ էլ է այդպես, բայց ոչ միշտ է, որ թույլերը պայքարելով ուժեղների դեմ կարող են ավելի ուժեղանալ եւ ուժեղներն էլ թուլանալ։ Հանրապետական կուսակցությունը գողության եւ թալանի մեջ իհարկե ամենաուժեղ կուսակցությունն է եւ այդտեղ երկու կարծիք լինել չի կարող։ Զրուցակիցներից կարծիքով նախընտրական քարոզչությունը դեռևս ընթանում է կոռեկտության սահմաններում, թեև նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ այդ առումով զարգացումներ լինում են ընտրություններից մի քանի օր առաջ։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալենյուս, Երևան։